Բարի օր, սիրելի բարեկամներ, անձրևը դադարել է, շատ ցուրտ չի, 15 աստիճան ոնց որ, այսինքն լավ է, տաք է, էլի 15 աստիճանը արդեն տաք է։ Հայկական խանութ ենք գնում լավաշ առնելու, առաքիչ հերոսի համարն էիք հարցրել, գրել եմ, համարն ու անունը չգիտեմ, տեսել եք թե չէ, եթե չէ ձեր գրած հարցի տակ նայեք պատասխանել եմ, եթե չէ նորից գրեք, արդեն տեսանյութի մեջ կասեմ, Աշոտի մոտ էր համարը, հարցրել գրել եմ։ Հիմա Աշոտը զանգեց այդ մարդը այստեղ չի Հայաստանա գնացել, արձակուրդ, դրա համար որոշեցինք գնանք խանութից առնենք, հայկական խանութից։ Աշոտին եմ սպասում, նա գալիս է, գնանք լավաշ առնենք գանք, մոտիկա շատ հեռու չի։ Կիրակի օրն են աշխատում, ոնց որ մենակ երկուշաբթի օրն է փակ հայկական խանութը։ Ապահովության համար միած զանգեցի, որ տոներ ասի կարող է փակ լինի, զանգեցի, ասեց չի աշխատում ենք։ Հարցրի լավաշ ունեք, ասեց հա։ Ինչ, elə ինչ սիրուն խոշոր տերևներ են։ Շատ սիրուն են, կունեսես թողնեն մնա։ Խանութում չկարողացա նկարեմ, շատ մարդ կային, հատկապես ռուսները, ուկրաինացիները էին շատ, դե այդքան հարմար չէր հեռախոսը հանել նկարել, մի քանի բան մենք առանք, լավաշ էինք գնացել, լավաշ էինք առել 20 հատ, կատնաշոր վերցրի 2%-անոց, կեֆիր, էլի 2%-անոց խավիար, այս մեկը ավշարինն է, մի անգամ առել ենք շատ համով էր, բայց չեմ հիշում, որ ֆիրման էր, այս մեկն էլ, հա, այս բանն է, կարմիր պղպեղի կծու սոուս, մի հատ էլ էստեղ եմ խավիար վերցրել, Արարատ, մի հատ էլ երշիկ, այսքան առևտուր ենք արել, 47 եվրո ենք վճարել։ Ընթրիքի համար կանաչ լոբի եմ տապակել, սոխառած եմ արել, 2 հատ լոլիկ եմ կտրել, թարմ լոլիկ, մի փոքր էլ տոմատի մածուկ եմ լցրել, լոբին, մի քիչ ջուր ավելացրել եփել եմ, հետո կարմիր պղպեղ եմ լցրել, քաղցր բուլղարական պղպեղ, շատ համով է լինում, սրանց համերը իրար հետ շատ են սազում, այսպես եփվելա ջու եմ ավելացրել ու կանաչիներից սամիթ ու համեմ եմ ավելացրել, այս շատ համով է լինում, թարմ սխտորը վրան լցրած, ոչ բոլորն են սիրում այդպես, թողել եմ ով որ ուզում է սխտորով կուտի, ով որ չէ առանց սխտորի կուտի։ Խոստացել եմ մի հատ էլ հաց եմ թխել, դրոժով հացը, նոր եմ հանել ջեռոցից, մի քիչ ամբողջահատիկ ալյուր եմ խառնել ու սպիտակ, ցորենի սպիտակ ալյուրը, մի քիչ էլ սարը ու կարելի արդեն ուտել։ Բարի ժողովուրդը։ Հազար բարի ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Հազիվ հիշում եք ասել էի ավտոբուսով ուզում ենք գնանք Աշոտի հետ անընդհատ 7 տարի կլի չենք գնացել։ Ինքը չի գնացել, մեքենայով է գնացել, միշտ ես ավտոբուս նստել եմ, բայց վերջը այսօր որոշել ենք ավտոբուսով կենտ գնանք, զուտ հավեսի համար, հետաքրքրության համար ենք էլի ավտոբուսով գնում։ Մեր սիրելի քաղաքը, մայրաքաղաքը, չէ՞, այսպես ասած։ Հա, Փասոնաշուտն է սիրում, հա, ինձ սիրած քաղաքն է, ես սիրում եմ կենտը։ Հա, այդպես գնում ենք, տեսնենք, մի հատ մեր խանութին ենք մտնելու, այսօր առևտրի կիրակի խանութները բաց են հագուստների, դե միշտ փակ են լինում, մենակ ամիսը մի անգամ են բաց լինում, առաջի կիրակի օրը։ Հիմա գնանք Աշոտին տանեմ, ցույց տամ, թե իր կինը ամեն օր, ամեն աշխատանքային օր ինչքան է քայլում, ոնց է գնում եւ այլն, ինչքան դժվար է գնում։ Դե մեկ-մեկի ես օգնում եմ, դա լավ է անում մարդը։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա ավտոբուսի մեջ էինք, անջատենք, այստեղ շատ չենք խոսա, ընթացքում կմիանանք։
ավտոբուսից իջանք, շուտ ենք իջել, որ տրամվայ նստենք, հիմա արդեն տրամվայի մեջ ենք, 20 րոպե կգնանք ու կհասնենք կենտրոն, կգնանք ման գալու, այնտեղ արդեն կորոշենք, գնանք, մեր խանութ էլ պետք է մտնենք, այն յուղ կան, որ մեծ իր հագորս բերել են փոխը, հետո գնանք արդեն, կմիանանք ընթացքը, ահագին ժամանակ չես եղել, Բավականին երկար, երևի մի 4-5 տարի կլի, Կորեն մարտում չեմ եղել այդ կենտրոնական։ Այսօր գնանք ման կգանք։ Ես ինչքան լավ կա, չէ՞ այսօր։ Տուրիստները շատ են այսօր։ Մի ժամ մի քիչ ավել տրանսպորտով եկանք, հիմա արդեն իջել ենք, այնքան անսովոր ա, որ ես հիմա այստեղ եմ ու արագ-արագ չեմ գնում, որ գործից չուշանամ։ Այսօր որպես տուրիստ եմ եկել, էլի։ Այսօր զբոսանքի ենք եկել, անսովոր ա, էլի, որ չեմ վազում, արագ-արագ չեմ քայլում, բայց ահագին էլ շատ մարդ կա։ Հիմա գնանք, ահագի սառն է եղանակը, այստեղ քամի կա։ Գնանք մտնենք նախ մեր խանութ, հետո նոր կնայենք, կնստենք մի տեղ, դուրս կգանք, կքայլենք ման կգանք, վերջը, ինչ-որ մյուսներն են անում։ Հասել ենք արդեն մեր խանութի փողոց։ Այս փակը, հա, թնդանոթը։ Այնքան մարդ կա խանութում, վերցրել եմ տանեմ երկու ռազմերն եմ փորձեմ, նայեմ որն ա լինում, որ միանգամից այդ վերցնեմ, շատ մարդ կա, անսովոր ա, որ այսօր որպես հաճախորդ եմ այստեղ։ Իջնենք մի քիչ ներքևի հարկը նայենք, տղամարդկանց բաժինը, փոխեցի յուղկան, չեմ փոխել, այսինքն փորձեցի, իմ ռազմից մի հատ փոքր վերցրի, գնանք մի քիչ ներքևը նայենք, տղամարդկանց բաժինն ենք մի քիչ նայում, սրանք մեր խանութում արժեն 20 եվրո, 3 մանգոյում օրիգինալ կոշիկները 40 եվրո էին, շատ լավն էին, սրանց տակերը բարակ են շատ, դասական մերնաշապիկներ էլ շատ չկան հիմա, կանաչ շալվարները, Сейчас գնել սրանք 22 եվրո են, գնանք շալվարներ նայենք, մանկական բաժինը ես հիմնական չեմ նկարել ձեր համար սիրելիներս, այսօր քանի որ որպես հաճախորդ եմ ստեղ, կարամ նկարեմ։ Գները ուղղակի ցույց տամ, մի րոպե, 13 եվրո, Պոկեմոն։ Աշուտն ասում եմ նայքոկինը որտեղ է աշխատում, այս գժանոցում։ Այստեղից փոքր տղաների բաժինն է սկսվում, նայեք ժողովուրդ ջան, հա դե շորերը շատ է, տեղը նեղվածք ու մարդիկ էլ այսպես թափում են, նայեք։ Իրակի, բայց ինչքան մարդ կա։ Նայեք, սիրելի բարեկամներ, երբ որ ես աշխատում եմ, այս թափածները պետք է հավաքեմ։ Գնանք աշուտ, գնանք առաջ։ Ելք չենք գնում, գնանք մի քիչ առաջ են հոմն էլ նայենք, տեսնենք այս նոր բան կա, թե չէ, նայենք հլը հոմում ինչ զեղչեր ունենք, ես չգիտեմ ինչի համար է, հյութի բանը երևի, փոքրիկ ծաղկամանիկ, այդ սպիտակ լիներ ավելի լավ էր, ինձ սրանք էին հետաքրքիր, բայց այն անգամ մենեջերին էլ հարցրի, գինը չգիտեր, ինչ արժեն, 3 հատ է իրար հետ, այս տեսակ,
Նոր բան ոնց որ տարվա այս բաժակները կան, նոր բան եմ ուզում նայեմ, քանի հանգիստ ժամանակ ունեմ, տեսնեմ ինչ կա։ Բայց ոնց որ պետք է սիրուն բաներ չկան։ Մի րոպե այս կողմել նայենք։ Մեծ ափսեներ են ու շատ ծանր։ 7 եվրո։ Ասրանք էլ մեջը լույս է վառվում, հա, լույս է վառվում մեջը, չգիտեմ էլեմենտ կա, թե պետք է մենք դնենք, չէ ոնց որ չկա, պետք է մենք էլեմենտ դնենք, այս բեյբիների բաժինն է, նայեք, ինչ վիճակ է, դե բնականաբար այսպես խառնում են հաճախորդները, իրանք թափում են, հետո էլ դժգոհում են, թե այս ինչ է։ Գների համար ասեմ, էժան են շատ, այս օրինակ արժի 4.30, մոտավորապես այս գներն են, կա 2.80, շալվարն էլ վերևն էլ, գնանք, նայեք ժողովրդյան շլավ, այս նախկինում կիրակի օրերը աշխատում էի, հիմա էլ չեմ աշխատում, Զգում եք հիմնականում թափասներն եմ ձեզ ցույց տալիս։ Մի հատ էլ գոտիները նայ, այս օրինակ որն է 2XL, այս փոքր չափսերը սրանք փայլ ունեն։ Սև չեմ ուզում։ Ժողովուրդ ջան, մեր խանութից դուրս եկանք, այ հիմա ուզում Աշոտ, հələ խնդրում եմ քո տպավորություններն ասա մեր խանութի մասին։ Երկրորդ անգամ էլ չեմ մտնում։ Խնդրեմ, տեսնում եք ժողովուրդ ջան։ Այ այս անցած շաբաթ ամեն օր է ձև ա եղել։ Շատ բան բարեխիղճ գնորդներ են, ապրանքը նայում են ու շպրտում են աճից ցախ։ Հայաստանը մեր երևի խանութի վարիչը մի քանի հոգում քանյաց կատալոշ հասցրած կերներ, բայց ստե նման բան չկա, դատարակը պիտի ուրախանում են, հա։ Ստե ոչ թե ուրախանում են, ստե մեր բոլոր մեր ամբողջ հետաքրությունները պետք է հաճախորդի շուրջ լինեն։ Դրա համար ասում են հաճախորդը թագավոր է, Աշոտ ջան։ Նենց որ մեր թագավորներն են, ինչ ուզում անում են։ Ամեն ինչ գետնի վրա թափած ժողովուրդ ջան։ Ես նախկինում միշտ աշխատում էի Կիրակի օրերը։ Դե առավոտ ժամի 6-ի գալացողները մինչև բացվել է բան են անում, չէ՞։ Հա, նույն ժամանակ խանութը փակ է, բայց նրանց գործն էլ է դժվար։ Նրանք էլ ծանր արքերն են բացում, բերում խանութի մեջ դնում, ծանր գործ է։ Մի րոպե նայենք, այս փողոցում է շատ մարդ կա, շատ։ Կիրակի, այս առևտրի Կիրակի օրերը միշտ էլ էսպես է։ Այս սրճարանում իրոք որ ինձ թվում է Բելգիայի ամենահամով կապուչինոն են տալիս։ Մտնենք էս 1745 թվին են էս բացել, երևի ինձ թվում է ժամանակվան այդ սրճարանը աշխատել է։ Ամեն դեպքում այդպես է գրված։ Գնանք ներս։ Ահագին հերթ կա, բայց արժի սպասել, որ համով կապուչինո խմենք։ Որոշեցինք դրսում նստենք, մի քիչ սառն է, բայց հաճելի է։ Ինձ դուր է գալիս է սրճարանը, ինտերիորը շատ հաճելի է։ Անձեռոցիկների փոխարեն էլ այս փոքր սրբիչներն են դրված, ձեռքերը լվանալուց հետո սրբելու համար։ Որոշեցինք դրսում նստենք, համ թարմոք է, համ էլ երաժշտության ձայնը, ներսից խանգարում է, բարձր է երաժշտությունը։ Ներսի սեղանները հարմար չեն։ Աղմուկը շատ մարդ կա, ամենահամով կապուչինոն են տալիս իմ համար, ես այստեղ սրանից համար կապուչինո չեմ։ Այստեղ էլ աղմուկը շատ, բայց հաճելի է տրամվայի ձայնը, չէ՞, լավ դարձնանը։
Բայց ոնց որ անձրևանոցը չեք վերցրել։ Նայենք, հիմա ինչ-որ կլինի։ Մինչև իրեկը վտանգավոր է։ Իրեկը վտանգավոր է, չորսուցինը ես մի ժամն է վտանգավոր։ Մի ժամը խանութեր կմտնենք, գնայինք, ուզույք, այստեղ սիենա մտնենք, ծեունդա, նայինք, այսօր բաց է, տեսենք, որ կուզենք կմտնենք գնայինք։ Մեր մենեջերները իրար խառնված, վերուղար էին անում, տեսեք, Դենը ուսանողներն են այսօր աշխատում։ ուսանողներն են, մեր հիմնական աշխատողնից ոնց որ երկու հոգի էին կամ երեք, որովհետև երրորդի ձայնը լսեցի միկրոֆոնով բան հայտարարեց։ Ամեն դեպքում գենտահաճելի քաղաք է շատ, բոլորիտային քաղաք է շատ, Երևանի նման բոլորիտային քաղաք է։ Գետների ման հարազատ քաղաք է, կրտությունից ենք ստացել։ Դվրացի առաջ երկու հարսարանց ենք գնացել, որից հետո մեզ աշխատանքի դիտողություն տվեցին աշխատանք։ Դասից, հոլանդերնի դասերի ստեղ ենք, բայց հիմա որ նայում եմ, ես սկսում որ գալիս էին ոչում բան չգիտեին, որ հիմա արդեն աղաքին ծանոթ է, կենտրոնին է ծանոթ։ Այս տրամվայի գծերը, որ սարքում են, դրա հետ կապված մի տրամվայ ամենակ գալիս, ինչով որ մենք եկանք իջանք էստեղ։ Են երկու տրամվայը չեն գալիս կենտրոնում, այդ դժվարացնում կենտրոն գալը։ Որովհետև կենտրոնում միշտ մարտաշատ է։ Բոլոր հալացումները ցանկանում են դա մեզ կենտրոնական։ Գալիս է կենտրոն, հա։ Տարածքը, հնությունները ամեն ինչ նայելու, ճարտարապետությունը, նաև կենտրոնում բացի այդ ճարտարապետական հին կոթողներից սնունդի շատ օգուտ է ստանում։ Դեպուսնավ սուրճ խմել, ճաշակել ստեղ տարբեր երկրներից եկած մարդկանց են տարբեր երկրների ճաշատեսակները իրենց համապատասխան ռեստորաններ Մի բաժակ սուրճի շուրջ նստել, ժամերով նստել, մարդկան աշխատում են։ շատ համեղ սուրճ է։ Ես ոչ տաներն եմ, մեր սուրճը խմել, եսի նորություն է։ Չէ, ես աշատը կապուչինո չի խմում, միշտ սև սուրճ է խմում։ Իսկ ես սիրում եմ տանը սև եմ խմում, բայց երբ որ սրճարան եք խմում, ես կապուչինո եմ միշտ խմում, շատ եմ, ու հենց այս շատ եմ սիրում, ես մեր սրճարանը չգալիս եմ, հատկապես աղջկաց եք, որ գալիս եք, ես սրճարան եք սիրում։ Հենց այդպես էլ վրան գրված է, Բելգիայի ամենահամեղ սուրճը, ես հաստատում եմ հայր այդպես է։ Եվ չեմ իսկ կողմեսն է։ Շատ լավ է։ Շատ համեղ էր կերեք չեմ։ Իսմ ենք ենք տաներում ներսից։ Ներսից էր կարծին գծելու։ Դուրսը մի քիչ ցրտեց, երևի անձրև կա։ Հիմա մտնում ենք սիեն հագուստի խանութ մի քիչ էստեղ գնայենք, տեսնենք ինչ կա չկա։ Սեղչերում են թե չէ։ Շատ փափուկ նուրբ կիսավերարկու է, 70 եվրո արժի։ Որակը լավն է, չափսերը բայց մեծ են գալիս։ Էս էլ է նուրբ ժակետ։ Մեր խանութում էլ այսօր սիրուն ժակետներ կային։ Մոտավորապես այս տիպի բաչկոն եմ ուզում,
Իհարկե մորթով չեմ ուզում ու մի քիչ էլ երկար։ Հետո սրա այս գծերը սիրուն չեն, այս տակի գծերը։ Վերարկուներն էլ եմ նայում։ Վերարկուներն էլ եմ նայում, բայց կարող եմ ստար նոր իմը փոխեմ, իմը բանից էլ առել եմ, սիրուն է, բայց արդեն հոգնել եմ, Բերշկայից եմ առել, կարծեմ 100 եվրո էր ինչ էր։ Էս էլ է սիրուն, այս ձևերը նիհարներին շատ սիրուն են սազում։ Նիհարելա պետք էլի, ինչը որ շատ դժվար է արդեն հիմա, էս էլ է սիրուն, մոտավորապես այս տիպի մի բան ունեմ ես։ Լայն ու կարճ, բայց շատ փափուկ նուրբ բան է։ Այս ցեայի ապրանքները իմ համար մի քիչ շատ անճաշակ են, ոնց որ շատ հազվադեպ որ սիրուն բաներ կլինեն, հայնեմին ավելի սիրուն են, քան այստեղը շորերը։ Որապես այս տիպի բան, բայց մի քիչ կարճ, նստած բան եմ ուզում։ Այս գույն եմ ուզում, բայց նստած բան, իմ ունեցածի բաց գույնն է, ես դրա սևն ունեմ, 20 եվրո, սիրուն բաներ այդքան էլ չկա, ոնց որ մեծական բաներ լինեն, 50 եվրո։ Հո, ձմեր պապիկն է գալիս։ Կարճ են սրանք էլ։ Մարդկանց մայկաները զեղչեր են, որակ ենքան լավն է, 50% զեղչ։ Ինչ կա, հեչաշու, սրանք էլ են զեղչեր, այս նորմալ բան չկա, ինքան էլ մեծ են չապսերը։ Ես կանանց բաժին էի նայում Աշոտը տղամարդկանց։ Կա նորմալ բան Աշոտ։ Այս բաճկոնի տիպի ես մեր խանութից էի առել Աշոտի համար, էտա ասում է իմ ունեցած ավելի լավն է, քան էս։ Այստեղ էլ տղամարդկանց սվետերներն են, նոր տարվա։ Այս ամենափոքրը որն է։
57, 58, Շատ մեծ է։ բայց դրանց ամենափոքրը ո՞րն է։ Հա? 57. 60. Այս 57-ն է շուտ։ Էլի մեծ է։ Լետիրնանք։ Մեծա չէ։ Դենեմ նկարեցնի։ Դրեցի, նկարեցի արդեն։ 30 եվրո։ Մատերիալները լավն են։ Բայց ստեղի որակը լավն է շուտ։ Հա, բանի ձերին սամմատ։ Անդրև սկսեց, ոչ ման չենք վերցրել հետներս, թրջվելով, այսպես ռոմանտիկ Անդրևի տակ գնում ենք ամուսիններով։ Գնում ենք արդեն կանգար, ետ ենք դառնում արդեն 20 րոպե մենք ապրում ենք, որ հասնենք ավտոբուսով էլի հետ գնանք, մի քիչ թրջվեցինք, ուսանք չենք հիվանդանալ։ Չարած Անդրևը իմ ինձանին չէր կապված ուրդ։ Բայց կարի ոնց որ ժամ ավել կարմը։ Ես ինչքան շատ եմ գայլում։ Հա, շատ ես կայլում որ։ Մանավանդ գործից հետո։ Հատկապես գործից հետո է դժվար լինում։ Գործի գնալուց այդքան չէ, հələ օգնած չեմ լինում են եւ բայց դա ոչ միշտ ամեն օր չի որ օգնած եմ շատ։ Ինչևէ դա իմ ընտրությունն է։ Ամենաճիշտը որտեղ աշխատում են դերել պետք է ապրիկա, որտեղ ապրում են դե պետք է ավելի շուտ մյուս տարբերակը, որովհետև դժվար է, որտեղ որ ապրում ես այնտեղ գործ կարող է չգտնես, բայց եթե գործ ունես, պետք է դրան մոտիկ։ Այսօրվա մեր ավտոբուսային շրջագայությունը համարյա մոտենում այր ավարտին, այս Աշոտը գնում է նայ ավտոբուսը քանիսին է շարժվում։ Գծերի վրա գործ են անում, գնացք չի գնում այսօր մեր քաղաք, ավտոբուսը ինչ-որ փոխարինում գնացքին, դրա համար ենք մենք հենց այս մյուս ավտոբուսներով գնում գալիս, քանի րոպեից է շուտ։ 17 րոպե պետք է սպասենք, ինչ անենք, ստեղ սպասենք, գնանք ներս, լավ։ Այստեղ հեռախոսները լիցքավորելու համար, այսինքն ինչ այստեղ պետք է կանգնեն ու հեռախոսները դնել լիցքավորելու, հա։ Այլ տիկետները ամենտեղ տոմս գնելու ապարատներ են դրված այս է շուճան, նայ, այստեղ մոտենում ես 5 եվրո Էսը րոպե նայ, օրինակ կոնկրետ դու պետք է վերցնես 65 պլյուս Սենյորը Ահա Ich habe Train, հա, գերմաներենով փոխեցինք, հա, լավ ոչինչ Ich habe keinen Train նայ Train գնելը շարունակել Հենց Սինտ Պիտերս, այստեղ տալիս ես, թե ուր ես գնում։ Ալստ Նայ, սեղմում ես ես, ալստ, հետո շարունակել, օրինակ մի հոգի ես գնում, հա, մի հոգի, շարունակ երկրորդ կլաս, ես էլ դատումը տված է, շարունակել, չգիտես ինչի փոխեցի գերմաներեն։ Ահա, նայ, 2.50 ետ դառնալը,
Գնալ հետ դառնալ։ Հա, չէ, մենակ մի կողմը ետ դառնալ 250։ Բարձա հեշտ է, ամեն ինչ բարձ տալիս է, վերջ, քանի որ մենք չենք առնելու, ուրեմն ընդհանրապես հա։ Ու վճարում ես, հա։ Արդեն մեր քաղաքում ենք, ժողովուրդ ջան, 4:20-ն է, լավ քամի է, սառը արդեն ցուրտ է։ Հիմա որ ժամերի հետ են տվել, ահագին լավ է։ Ասում եմ, որ մեքենայով գնացած ենք, ոչ կմրսեր։ Ոչ արձրևի տակ կմնար, բայց դե չես։ Բայց տեսել է հետաքրքիր։ Հետաքրքիր էր ավտոբուսով, հենց նպատակն էր, որ ավտոբուսով գնայինք։ Այդպես սիրելի բարեկամներ, հիմա արդեն մի քիչ հետո տուն կհասնենք։ Հա, մի 5-6 րոպե տուն կհասնենք։ Հիմա արդեն ազես վիճակը։ Հիմա արդեն ձեզ հրաժեշտ տամ։ Մինչև հաջորդ վլոգ։ Լավ մնացեք, հաջողություն։